Ժամանակին Բերդը ավելի զարգացած է եղել, քան Տավուշի շրջկենտրոնը Իջևանը, այն համարվել է առևտրային կենտրոն։ Բերդի բնակիչները անմիջական առևտրային շփում են ունեցել հարևան Ադրբեջանի հետ, քանի որ սահմանային քաղաք է։ Բերդում զարգացած է եղել հատկապես ծխախոտի հումքի արտադրությունը։ Ըստ պաշտոնական տվյալների այս քաղաքը ապահովել է անգամ Խորհրդային Միության ծխախոտի հումքի պահանջի մոտ 3%-ը, սակայն վիճակը կտրուկ փոխվել է 90-ականներից։ Սահմանի փակումից հետո քաղաքը դարձել է գյուղաքաղաք։ Բերդի բնակիչների հիմնական զբաղմունքը անասնապահություն ու գյուղատնտեսությունն է։ Բերդում մենք հյուրընկալվեցինք Հասմիկ Ջուլհակյանին, ով ծնվել ու արդեն 76 տարի բնակվում է Բերդում։ Նա մեզ ուղեկցում է սեփական այգի, որ մինչև հիմա ինքն է մշակում ու մենակ էլ ապրում է։ Խնդրեր ունեմ շատ, ափսոս ու շատ թե ձեզ հյուրասիրեմ։ Այստեղ էլ ունեմ ծաղիկներ, զբաղվում եմ տենց, որս անցակ եմ էլի։ Երեխեքը մեկը Երևան է, Ավանում ապրում տղես Սամվելը մեծը, մեկն էլ Կրասնոդար է, Բերդում մարդ չի մնացել, աղջիկը սերը տեղեր մանկավարժ էր, անել տղեների Մոսկվայեր, ինքն էլ արդեն քնած։ Տավուշի մարզում հողը բերի է, այստեղ զարգացած է հիմնականում այգեգործությունը։ Իր փոքրիկ այգում 5-6 տեսակի մրգատու ծառ ունի տիկին Հասմիկը, խաղողի վազ, պղպեղի ու վարունգի թփեր։ Այլ այսքան տեղը կարտոշկա եմ ցամեն, համել եմ արդեն օգտագործում։ Ես մի երկու հատ վարունգ եմ ցանել, խնդրեմ, կարող եմ սրանցից ձեզ հյուրասիրեմ։ Վարունգներից է։ Էսա լիքը։ Տարածքը տիկին Հասմիկը ժառանգություն է ստացել հորից, նա օրհնում է Բերդի հողը, ասում է շատ առատ է ու բերի, դրա համար ոչ մի անգամ բաժանվել չի կարողացել, թեև Բերդում հիմա ոչ մի հարազատ չունի։ 4 աղբեր ունեմ, մեկն էլ աստեղ չեն։ Ես իմ հերս ինձ բաժին ա տվել այսքան հողամասը, ես ստեղ եմ ապրում, ամուսինս էլ մահացել, երեխեքներ քնացել են, մնացել եմ մենակ։ Տիկին Հասմիկի ծառի պտուղներն ու այգու բարիքներից օգտվողները այս երեխաներն են, քանի որ թոռները հեռու են։ Մեծ տեսախցիկը գրավել էր բոլորի ուշադրությունը, հատկապես այս երեխաների, ովքեր կանգնել էին զինվորի պես ու խոստովանում էին, մեծանալուն պես զինվոր պիտի դառնան։ Զինծառայողները Բերդում մեծ թիվ են կազմում, կամ սահմանն ենք պահում, կամ անասուն խոստովանում են տղամարդիկ, իսկ ովքեր չեն կարող, լքում են Բերդը։ Ինչ էլի, ով էր ծառայում չի, անասուն չունի, նրանք են քնում։ Իսկ այն մնացածը դա մոտավորապես 2 գունդ է մեր ռայոնը սպասարկում, 186 կիլոմետր կարծե։ Մոտ զինվորով պայմանագրային ծառայող կանով երևի 3000 կլեն էլի։ Այնուհետև շրջեցինք մեքենայով, անգամ մեկ բաժակ սուրճ խմելը դժվար է, քանի որ Բերդում սպասարկման օբյեկտները շատ քիչ են։ Ամբողջ քաղաքում 1-2 սրճարան կա, նրանցից մեկը Արևա Բերդն է, ուր մենք եղանք։ Այցելուներ չկան, այդ իսկ պատճառով սրճարան պահելը չի արդարացնում, պատմում է մեզ մենեջերը։ Եթե կազմակերպում են մեծ բնույթի միջոցառումներ, գալիս են, գան անհատները առանձին, չեն։ Ավելի գրավիչ դարձնելու համար սրճարանի ներսում ստեղծել են նաև արբանյակային հեռուստակինոթատրոն 2 դահլիճներով, սակայն միևնույն է այն չի գրավում։ Գործազրկության մակարդակը Բերդում բարձր է, քանի որ նաև սպասարկման օբյեկտներն են քիչ, իսկ գրանցված պաշտոնական գործազուրկների թիվը անհամեմատ քիչ է, քանի որ ովքեր հողագործությամբ կամ անասնապահությամբ են զբաղվում, գործազուրկ չեն համարվում։ Բերդում վերջին 5 տարիների ընթացքում բնակիչների մոտ 50%-ը հեռացել է քաղաքից։ Քրիստինա Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս, Տավուշ։